պարոն Աշոտյան, փաստորեն ձեր այսպես կոչին միացել են կուսակցություններ, միասնական հարթակ է ձևավորվել եւ այսօրվանից ձեր ակնկալիքները։ Նախ շնորհակալ եմ ձեզ, որ պատրաստ եք լուսաբանել մեր այսօրվա ակցիան, շնորհակալ եմ այսօր հավաքված մեր երիտասարդներին, այլ կուսակցությունների մեր գործընկերներին։ Այո, օրեր առաջ մենք առաջարկեցինք եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ տարբեր հայկական կառույցներին միասնական կոչով դիմել Եվրոպական միության ղեկավարությանը, գալի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին, Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաներին եւ այլն, եւ այսօր ունենք արդեն 3 հրապարակված հայկական 6 կուսակցությունների կողմից ստորագրված, իրականում ես չեմ հիշում 20-22 տարի այս գործի վրա եմ, չեմ հիշում դեպք, որ այսքան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող հայկական կուսակցություններ, որոնք սկի Հայաստանի ներսում տարիներ շարունակ իրար հետ դժվար լեզու են գտել, միավորվեն եւ միասին հանդես գան, միացնեն իրենց ձայնը հանուն, հեսա կընթերցեմ, հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն մեր քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են, հանուն մեր հայրենիքի, որը այսօր գեոպոլիտիկ սակարկման առարկա է դարձել։ Եվ այսպես այսօր հանձնվում է նամակը հանձնվում է Եվրամիության ներկայացության ղեկավարին, պարոն Մարագոսին, որը այս նամակը ստորագրվել է հետևյալ կուսակցությունների կողմից, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ 2 կուսակցություններ են, Հանրապետականն ու Ժառանգությունը, Սոցիալ-դեմոկրատական Եվրոպական միության անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդավարական եւ ազատական ալյանս ՀԱԿ կուսակցությունը եւ Արցախի դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունը, ով մինչ այսօր եւ ապրեն եվրոպացի գործընկերները անդամակցում է Եվրոպական ազատական ալյանսին։ Այսինքն 6 կուսակցություններ, ոչ մեկին չեմ մոռացել, չէ։ 6 կուսակցություններ, 3 նամակը հրապարակվել է, այսօր չեմ ուզում նորից ընթերցել ձեզ համար, ուզում եմ ընդամենը շեշտել, որ այդ նամակում մենք օգտագործում ենք գալիք Եվրոպական գագաթնաժողովի առիթը, որ կայանալու է ամսի 4-ին եւ 5-ին, որպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուի, այսպես ասած, շոուին լուր հետևելու առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ։ Այստեղ զետեղված են 6 հիմնական ուղղություններ, առաջին 4-ը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին եւ մամուլի ազատությանը, իսկ վերջին 2-ը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը եւ արցախահայության խնդիրներին։ Սա է մեր պահանջը եւ պահանջների մեջ մենք միավորվել ենք նաև հետևյալ կոչերի շուրջ, որ անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այս հանդիպումների ընթացքում բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին եւ նաև հնարավորինս հանդիպումներ ունենալ նաև այլ եվրոպական քաղաքական անդամություն ունեցող այն է այս կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ 3 երեկոյան այս նամակը էլեկտրոնային կերպով ուղղվել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա վան դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ տիկին Մեծոլային, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավար տիկին Կալլասին, ուղղվել է Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաների բոլոր ղեկավարներին, ուղղվել է Եվրոպարլամենտի արտաքին քաղաքական հանձնաժողով, ուղղվել է ազգային կառավարություններին, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի ղեկավարներին եւ այլն։ Այսինքն նամակը 3 սփռվել է, այսօր մենք պաշտոնապես տպագիր կերպով այն հանձնում ենք Եվրամիության ներկայացուցչության այստեղ Հայաստանում, որպեսզի այս տարբերակով եւս հնարավորություն ունենանք բարձրաձայնելու մեր դժգոհության եւ մեր պահանջների մասին։ Ակնկալիքները, գիտեք, ես Երևանը ամենագրկաբաց քաղաքներից մեկն է աշխարհում, որ ես երբևէ եղել եմ։ Հայերը ամենահյուրասեր ժողովուրդներից մեկն են աշխարհում, որ ես երբևէ հանդիպել եմ, եւ որին պատիվ ունեմ պատկանալու։
բայց նման իրավիճակում նորից կրկնեմ, մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, մեր մայրաքաղաքում, բայց գալ կերուխում անել միայն եւ մի հատ տան տերերից չհարցնել ո՞նց եք, դա թույլատրելի չի։ Իսկ տան տերերը ոչ միայն այս կուսակցություններն են, նաև հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցները, որոնք վստահ եմ ես այս օրերին Երևանում լինելու են բազում ակցիաներ։ Ես վստահ եմ, որ անվտանգության շակերտավոր նկատառումներից ելնելով Նիկոլենք փակելու են բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքերը եւ մոտեցումները դեպի եվրոպական պատվիրակություններ, որպեսզի խանգարեն, որ հանկարծ Նիկոլի մատուցած այդ վիտրինան են ցուցափեղկը, որտեղ իրանք ցույց են տալու իբր էտա Հայաստանը, չէ, դա Հայաստանի ֆասադն է, իրական հայաստանային մարդիկ են, ովքեր իրենց պայքարի արժեքների համար նստած են, այն մարդիկ են, ովքեր նստած են Բաքվի բանտերում, այն մարդիկ են, որոնք 100,000-ներով փողոցներ էին լցվում եւ պայքարում իրենց ազատության համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, այս ակցիան պրո արժեքային է, պրո ազատություն, պրո արդարադատություն, պրո արդարություն եւ պրո մարդու իրավունքներ, որևէ մեկի մտքով այդ նիկոլական ուսապարկերի մտքով չանցնի այս նման մեր ակցիաները, մեր դժգոհությունները մատուցել որպես հակաեվրոպական, ոչ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը եւ ցավում եմ, որ այսօր այդքան շատ ոստիկանություն են մոբիլիզացրել, տղեկին չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր այդ հրահանգը տվել են, շատ զարմանալի է, չէ, Եվրոպան գալիս է ժողովրդավարական արժեքների մասին լոլո կարդալու, առաջին անգամ եմ հիշում, որ ինձ դռների մոտից այսքան մեծ պատնեշը բաժանում ոստիկանական, ну չասեմ զորքերի, բայց ծառայողների իմաստը որն էր։ Եվրոպական միություն այսօր Հայաստանում սատարում է ավտորիտարիզմի բռնապետությանը եւ մեր պահանջը միասնական այս ուժերի այն է, որ Եվրոպական միությունը տեր կանգնի իր իսկ արժեքներին, ոչ թե մեր շահերին, իր իսկ արժեքներին։ Պարոն Ասատրյան, դուք վեց կուսակցության անուն նշեցիք, կարող ենք ենթադրել, որ ընդդիմությունը ի վերջո մեկ ընդհանուր հայտարարի է գալու։ Տեսեք, ես որ շեշտեցի 6, ես շեշտեցի Հայաստանի այն կուսակցություններից 6-ը, որոնք անդամակցում են եվրոպական համապատասխան ընտանիքներին։ Հայաստանից ընդամենը 7 կուսակցություն ոնց որ անդամակցում, 6-ը միացել են։ Ես երեք տեսա նաև ՀԱԵԿ նախաձեռնության նամակը, որը կուսակցություն չի, բայց որը նույնպես դիմել է իր եվրոպական կապերով եւ դա շատ ողջունելի է։ Այսինքն ես կարծում եմ, որ իրոք կան արժեքներ, որոնց շուրջ այս կուսակցությունները որպես քաղաքական դաշտի առաջատար ուժերից կարող են նաև այդ արժեքների համար համատեղ պայքար մղել, անկախ քաղաքական տարաձայնություններից, մրցակցություններից եւ այլն։ Նորից կրկնեմ, տեսեք, այստեղ են աջակողմյանները, այստեղ են լիբերալները, այստեղ են սոցիալիստները, այստեղ են քրիստոնյա դեմոկրատները, այստեղ են այսպես կոչված սեպարատիստները Եվրոպայում այդպես են անվանում։ Այսինքն սա շատ եվրոպական քաղաքական ներկապնակով, հիմնական քաղաքական ուղղություններով մենք 6-7 ներկայացուցություն ունենք։ Կանաչներ չունենք Հայաստանում եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ, չունենք պատրիոտների կամ սուվերեն Եվրոպայի անդամակցության կուսակցություն, բայց հիմնական քաղաքական բանը ավանգարդը, այսպես ասած, Եվրոպայի հետ համագործակցող այստեղ է։ Հիմա խնդրենք մեր արգելի մասնակիցներին, որպեսզի բարձրացնեն իրենց պլակատները։ Ինչու է այս պլակատը, նորից կրկնեմ, եթե նայեք Գալիք գագաթաժողովի խորհրդանիշին կտեսնեք երկու բան է, կլորակ է, իրանք մեզ ոնց որ նվեր արածում են, որտեղ Հայաստանում երբ որ երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա կանդալ է։ Հայաստանը կանդալված է, շղթայված է, Հայաստանի ազատության համար պայքարող մարդիկ եւ Արցախի ազատության համար պայքարող մարդիկ շղթայված են, Հայաստանում շղթայված են բոլոր ֆունդամենտալ ազատությունները, խոսքի իրավունքից մինչեւ խղճի ազատություն։ Եվ սա է այսօր միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Եվրոպական միության ղեկավարությանը։ Իրանք այս կանդալի մի մասն են եւ մենք կոչ ենք անում վերջ տալ երկդիմիությանը, լիցեմեր չլնել, այսպես ասած, երեսպաշտ կներեք եւ կանգնել հանուն ժողովրդավարության։ Սա է։ Որը դա էլ է, ինչ սրտիկ, այդ սրտիկն էլ է կանդալ։ Այդ սրտիկ չի իրականում, ես մի անգամ ամելով ասել, այո,
շատ նման է եւ սա ճիշտ ընտրված լոգո է եւ ես ուրախ եմ, որ ակցիաների մի զգալի մասը անցնելու են հենց այս սայը Նիկոլ Եվրամիություն։ Միասին իբր սիրում են Հայաստանը, բայց միասին շղթայել են մեր պետությունը։ Նորից կրկնեմ, Եվրամիություն ասելով նկատի ունեմ եվրոպական այսօրվա իշխող էլիտաների։ Շնորհակալ եմ։ Կարժում ենք։ Հարգելի հետևողներ, այս պահին հանձնվում է նամակ, թեև ոստիկանները այստեղ պատնեշ են ստեղծել դարպասների մոտ Եվրամիության գրասենյակի այդուհանդերձ Շարվեք չեմ Հարգելի լրատվականներ, խնդրում ենք հետ կանգնեք։ Ամոթ պարոն դեսպան, ամոթ որ ես նամակը անդրանիվար չեք կարող վերցնել, ամոթ որ որևէ բարձրաստիճան դիվանագիտական ներկայացում գալիս ես նամակաբար ողջակով այստեղ ծառայություն իրականացնող մարդկանց նկատմամբ, այդ թվում այն անվտանգության աշխատակցություն հիմա լիազորված են նամակը վերցնել ամոթ Եվրոպական միության դեսպանի դեսպանատան հիմնական դիվանագիտական կորպուսի արտադրողներին ամոթ սա է իրանց վերաբերմունքը Հայաստանում խնդիրների վերաբերյալ նորից կրկնեմ անձը չի կարևոր այլ մոտեցումները Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին եւ հիմա այս փաստով մենք փոխանցելով այս նամակը ոչ դիվանագիտական ներկայացուցիչ այդ փաստը հերթական անգամ կամրագրենք Շնորհակալություն։ Այսինքն ուղղակի անվտանգության աշխատակիցը վերցրեց։ Այո, վերցրեց անվտանգության աշխատակիցը, ով առավոտ տնից դուրս գալու ցեշ ցանկություն չուներ հայտնի դառնալու եւ ձեր տեսախցիկների առաջ կանգնելու, արդյոք հանձնարել են վերցրել է։ Որևէ այստեղ այս մարդը չի մեղավոր։ Մեղավոր են մարդիկ են, որոնք վախենում են նայել անգամ մի 100, մի 80 հոգի ենք այստեղ հավաքվել, վախենում են նայել 80 հոգու աչքերին։ Հայ ժողովրդի ներկայացուցիչ իր ձայնը բարձրացնող բողոքող 80 հոգու աչքերին։ Այդ կոչվում են եվրոպական դիվանագետներ այսօրվա։ Բայց եթե 80 հոգուց են վախենում, հայ ժողովրդի աչքերին ո՞նց են նայելու։ Իսկ այդ օրը գալու է որ նայելու են։ Ոչ մի բան հավերժ չի։ Ոչ իրանք են իրանց եվրոպական բարձրաստիճան պաշտոններում հավերժ, որովհետև եվրոպական հասարակությունները իրենք են դժգոհ իրենց այսօրվա էլիտաներից։ Ոչ էլ Նիկոլն է հավերժ, որպես այս օկուպացիոն ռեժիմի, Հայաստանը զավթած օկուպացիոն ռեժիմի պարագլուխ։ Ոչ մի բան հավերժ չի եւ աչքերիս մեջ նայելու ժամանակը գալու է ոչ միայն իմ, այլ Սրբազանների, նաեւ Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, ճնշված ու ծեծված նստած լրագրողների, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց ազատության համար եվրոպական արժեքների համար պայքարել են, նստած են ավտորիտար ռեժիմի ճնշման հետևանքով եւ Եվրոպական միության դեսպանատան պահվածքը սա է։ Լավագույն բառը ամենամեղմ, որ կարելի է ասել, shame on you։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ լրագրողներին։ Նորից մեր շնորհակալությունը այդտեղ բոլոր գործընկեր կուսակցություններին, որոնք արձագանքել են եւ այս ապահովում այս պայքարին։